Ռեոփնի եթերում Ռենյուզի գլխավոր թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի երեկո, թողարկմանը կամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները, բայց նախ համառոտ։ Բրյուսելը 500 միլիոն եվրո է խոստանում Երևանին, կայացել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ նիստը։ Ազգային ժողովը քննարկել է առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթը, ընդդիմությունն այս քայլում նախընտրական քամիներ է դիտարկում։ Ադրբեջանցի բեռնափոխադրողները շաբաթներով մնում են վրացական մաքսակետերում, Բաքվում համոզված են, Թբիլիսին խանդի տեսարան է սարքում։ Ինչ փուլում է անցանկալի անց ճանաչված սփյուռքահայերի պայքարի դատական հանգուցալուծումը, պարզաբանումներ դաշնակցական Ֆրանսահայից։ Ռուսական զորքերը գրավել են Պոկրովսկն ու Վոլչանսկը, խաղաղ կարգավորման առաքելությամբ Մոսկվայում է Թրամփի հատուկ բանագնաց Ուիտքոֆը։ Հայաստանը ձմեռը սկսել է շնչառական վարակիչ հիվանդությունների թռիչքային աճով, դասի չի ներկայացել 55,000 աշակերտ։ Եվ այսպես, Բրյուսելում ստորագրվել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը։ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո կայացած ճեպազրույցում Եվրահանձնաժողովի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանին կհատկացվի 15 միլիոն եվրո, որը կօգտագործվի խաղաղության եւ Հայաստանի դիմադրողականության ամրապնդման, Կալասի պարզաբանմամբ ռուսական քարոզչությանը հակազդելու Մինչև ասուլիսը Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարտակոսը հայտնել էր, որ Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։ Մանրամասները Մոնիկա Հայրոյանն է պատմում։ Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ նիստի առանցքային իրադարձությունը դարձավ Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի ստորագրումը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Մինչ խորհրդի նիստը կողմերն առանձնազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Արդյունքներ ստանալու համար մենք սկսել ենք վիզայի ազատականացման գործընթացը եւ տեսնում ենք դրա առաջընթացը գործողությունների ծրագրի միջոցով, որի իրականացման արդյունքում կունենանք ավելի մեծ շարժունակության եւ կհասնենք ի վերջո առանց վիզայի ճամփորդության։ Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Մարտակոսը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նոր համաձայնագրին, պարզաբանել է, որ այն կրում է համապարփակ բնույթ։ Փաստաթուղթը բացի տնտեսական եւ քաղաքական դրույթներից ներառում է նաեւ համագործակցություն անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում։ Հիմնական շեշտադրումներից է Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացումը եւ տնտեսության դիվերսիֆիկացումը։ Կոսը նաեւ նշել է, որ Եվրամիությունն արդեն աշխատում է Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա, որպեսզի Հայաստանն ավելի ու ավելի քիչ կախված լինի Ռուսաստանից ստացվող էներգիայից։ Ես վերջերս վերադարձել եմ Տաշկենտից, Ուզբեկստանից։ Մենք քննարկում ենք ինչպես կարող ենք ամրապնդել առևտրային կապերը Կենտրոնական Ասիայի հետ եւ Հայաստանը այս առումով կենտրոնական դերակատարում ունի այս ներառական ռեգիոնալ կապակցվածության օրակարգում։ Հայաստանին նաև տրամադրվելու է 15 միլիոն եվրո ֆինանսական աջակցություն։ Այսօր ես հայտարարում եմ 15 միլիոն եվրոյի մասին, որը ուղղվելու է խաղաղությանը եւ ավելի դիմակայուն Հայաստանը, մի քանի նախաձեռնություններ են իրականացվելու ականազերծման գծով վերապատրաստում սարքավորումներ են տրամադրվելու։ Կայա Կալասը վկայակոչելով Մոլդովայի փորձը եւ արտաքին միջամտության ռիսկերը ընդգծել է, որ աջակցությունը հասանելի կլինի ոչ միայն պետական կառույցներին, այլև քաղաքացիական հասարակությանն ու լրատվամիջոցներին ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու նպատակով։ Իհարկե Հայաստանը նաեւ այլ մարտահրավերներ ունի, Ռուսաստանը եւ իր պրոքսիները ապատեակատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, շատ ակտիվ աշխատել են Մոլդովայում, այսինքն սցենարը նույնն է։ Եվրամիության ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել եւ արձագանքել արտասահմանյան ազդեցություններին։ Եվրոպական կողմը հստակեցրել է, որ հայկական օդանավերի մուտքի արգելքը պայմանավորված է բացառապես տեխնիկական խնդիրներով եւ կմնա ուժի մեջ մինչեւ թերությունների շտկումը։ Գործընթացն արագացնելու համար ԵՄ-ն գործադրում է Twinning ծրագիրը, որի շրջանակներում եվրոպացի մասնագետները ուղղակիորեն կաջակցեն Հայաստանին ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործում։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։
Կառավարության կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը։ Առանձին հոդվածներով հրապարակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի 2016 եւ 19 թվականների ներկայացրած առաջարկները, այսպես կոչված Կրակովի եւ Կազանի փաստաթղթերը, Մադրիդյան սկզբունքները, Ռուսաստանի փաթեթային առաջարկները, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, Սերժ Սարգսյանի նամակը Պուտինին եւ այլ փաստաթղթեր։ Մասնավորապես վերջին պատերազմի նախորդող 2019-ի առաջարկով հայկական կողմը պետք է վերադարձներ 5 շրջան, ինչի դիմաց Արցախը ստանալու էր անվտանգության երաշխիքներ եւ խաղաղապահներ սահմանի երկայնքով, հետագայում հանրաքվեով իր ճակատագիրը որոշելու իրավունքով։ Բազմաթիվ փաստաթղթերի ընդհանուր տրամաբանությամբ Արցախի ամբողջական հանձնում Ադրբեջանին չէր լինելու։ Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը կերկարաձգվի եւս 1 տարով, ազգային ժողովում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով կառավարությունը սրանով նպատակ է դրել խթանել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումը։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ իրավիճակը խայտառակ է որակել, ասել է պետությունը հարկահավաքների փողերը ուղղում է ինչ-որ բիզնեսներին, որպեսզի այդ բիզնեսները մեքենան բերեն Հայաստան առանց ավելացված արժեքի հարկ վճարելու եւ Հայաստանից արտահանեն։ Ազգային ժողովը քննարկել է նաև առողջության համընդհանուր ապահովագրության եւ կից նախագծերի փաթեթը։ Իշխանական պատգամավորները սա համարում են կարևոր ու օգտակար գործ, իսկ ընդդիմադիրները դիտարկում են որպես նախընտրական քարոզարշավի մաս։ Մանրամասները ռեպորտաժում։ Ազգային ժողովում քննարկել են առողջության համընդհանուր ապահովագրության եւ կից նախագծերի փաթեթը։ Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, սրանով Հայաստանի բոլոր քաղաքացիներին միավորում են մեկ ապահովագրական զամբյուղի մեջ, որպեսզի հավասարակշռեն բոլոր քաղաքացիների առողջական ֆինանսական ռիսկերը։ Նորից պիտի շեշտադրեմ, որ այն համընդհանուր է, այսինքն ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների եւ ամեն անհատի ողջ առողջապահական կարիքները, այլ ուղղված է հիմնական հիվանդացության եւ մահացության բեռ հանդիսացող վիճակների, հիվանդությունների մեղմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը։ Անահիտ Ավանեսյանի խոսքով ապահովագրական համակարգը ներդրվելու է 3 տարվա ընթացքում փուլային համակարգով։ Նախագիծը ողջունեց առողջապահության հանձնաժողովի նախագահը։ Ասում է, սա ավելի շատ հոգատարության ծրագիր է, որի նպատակը առողջապահական հասանելիությունն ու ֆինանսական մատչելիությունն է։ Մենք պետք է այս նախագծով փորձենք հասկանալ, որ այո, բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները պետք է հոգ տանեն այն մարդկանց մասին, ինչ որ չափով, ովքեր որ ավելի ցածր աշխատավարձ են ստանում։ Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը դիմելով առողջապահության նախարարին ընդգծեց, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը լավ բան է, բայց իր համար անհասկանալի է, թե հիմնական շեշտադրումը ինչի վրա է արվել։ Դուք տեսեք, մի կողմից ասում եք, որ սա հեղափոխական մոտեցում է, շատ լավ, ընդունենք հեղափոխական մոտեցումը, բայց մյուս կողմից էլ ասում եք, որ այս աշխարհում ձրի ոչինչ չկա եւ առողջապահության համընդհանուր ապահովագրություն չի նշանակում, որ առողջապահությունը այլևս անվճար է լինելու Հայաստանի Հանրապետությունում։ Այդ դեպքում ուզում եմ հասկանալ, թե սրա ինչն է հեղափոխական։ Հարցին քաղաքացիական պայմանագրից Էմմա Պալյանն է պատասխանում։ Ասում է, նպատակն է ունենալ ավելի առողջ հասարակություն կյանքի բարձր որակով։ Դե այո, սպասելի էր եւ գաղտնիք չէր, որ մեր ընդդիմադիր գործընկերները փորձելու են նորից մութ սենյակներում ինչ-որ կատուների մանգալ, բայց այստեղ կարծում եմ դիմություն եւ ընդդիմություն պետք չէ։ Հայաստան խմբակցությունից Քրիստինե Վարդանյանի կարծիքով իշխանությունը բժշկական ապահովագրության ծրագիրը ներառել է նախընտրական տրամաբանության մեջ եւ այստեղից էլ սկսում են բոլոր խնդիրները։ Դուք 5 տարի խոսել եք սրանից, բայց հունվարի 1-ից արդեն սահմանել եք, որ հարկը քաղաքացու պիտի բարձրանա։ Դեկտեմբերի 2-ն մենք նոր առաջին ընթերցում ենք անում ու քննարկում ենք ու այլ պատճառաբանություն, այլ տրամաբանություն, որ 6 ամիս հետո ընտրություններ են ու դրա համար է սա քննարկվում, ուղղակի չկա։ Նշենք, որ կառավարության առաջարկած միջոցառումների թվում է բժշկական ապահովագրության համակարգը կառավարելու պետական հիմնադրամի ստեղծումը։ Առաջին 3 ամիսներին հիմնադրամը կգործի ժամանակավոր կառավարման ներքո։ Այնուհետև հիմնադրամի տնօրենների խորհուրդը կձևավորի պետական մրցութային հանձնաժողով։ Մերի Դանիելյան, Reopen Media։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում գրել է, որ քաղաքացիական պայմանագիրը 3 երեկոյան վարչության արտահերթ նիստ է հրավիրել падգամավորի թեկնածուների գրանցման գործընթացը սկսելու համար։ Խոսելով կառավարող ուժի մասին, վարչապետը շեշտել է, որ ՔՊ-ն հատուկ պատասխանատվություն է զգրում երկրում քաղաքական միջավայրի մթնոլորտի կուլտուրայի զարգացման գործում։ Քաղաքացիական պայմանագրի վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության էթիկայի կանոնագիրքը, որում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար, դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարևարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին, ասել է վարչապետը։ Արագածոտնի թեմի հոգևորականները համատեղ ստորագրությամբ անվերապահ հավատարմություն են հայտնել իրենց ուխտին, հայ եկեղեցու վարդապետությանը, նվիրապետությանը, նրա կանոններին ու սկզբունքներին, նաև հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին, ամենայն հայոց կաթողիկոսին։ Տավուշի թեմի հոգևորականները Հաղարծինում քահանայի ժողով են գումարել, որից հետո հայտարարություն են տարածել, վերահաստատելով իրենց ուխտը հավատարիմ մնալ մեր Սուրբ եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի Աթոռի գահակալ Գարեգին վեհափառին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Իրավապահները նրան մեղադրում են դատական ակտը չկատարելու մեջ, այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։ Քրեական վարույթը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում հայցի ապահովման կիրառման պայմաններում գույքի օտարմանը։ Հայաստանի գործող կառավարության և Սփյուռքի մի հատվածի միջև հարաբերությունները շարունակում են սրվել։ Այս պահին ավելի քան 10 սփյուռքահայի Հայաստանը անցանկալի անձ է ճանաչել Կանադայից, Միացյալ Նահանգներից և Ֆրանսիայից։ Այս գործընթացը սկսվել է 2023-ից, երբ առաջինը ֆրանսահայ ինտերակցիությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի Հայաստան մուտքն արգելվեց։ Անցած տարի Փափազյանը առաջին ատյանի դատարանում վերականգնել էր հայրենիք վերադարձի իրավունքը և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի միջնորդության արդյունքում Փաշինյանը զիջեց և ազգային անվտանգության ծառայությունը վճիռը չբողոքարկեց, սակայն մի շարք սփյուռքահայեր դեռևս վիճարկում են արգելքի վճիռը։ Դրանց շարքում է Ֆրանսիայից դաշնակցական Նժդե Գարագավորյանը։ Ռիոփն մեդիայի ֆրանսերեն թողարկման հեղինակ Հասմիկ Առաքելյանը զրուցել է նրա հետ։ Դիտենք ռեպորտաժը։ Պերսոնա նոն գրատա, թե ընդդիմադիր սփյուռքահայերին լռեցնելու փորձ։ Արդեն 3 տարի է ֆրանսահայ Նժդե Գարագավորյանի մուտքը Հայաստան արգելված է և նա չի կարողանում հայրենիք այցելել։ Բացատրությունները այդպես էլ չի ստանում։ Իր իրավունքը փորձում է վերականգնել դատարանում, սակայն դեռևս դրական արդյունք չկա։ Ֆրանսահայ երիտասարդը համոզված է, այդ ամենը կախված է մեկ անձից, և այդ անձը Նիկոլ Փաշինյանն է։ Նժդեի բախտին արժանացել է ևս 16 հայ։ En vérité, dans les rapports qu'on a reçus, Ճիշտն ասած, ԱԱԾ-ից ստացված զեկույցներից մենք իրականում չենք հասկանում, թե կոնկրետ ինչում են ինձ մեղադրում։ Խոսում են ազգային անվտանգության մասին, պետական գաղտնիքների մասին եւ այլն, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այս ամենը դատարկ խոսակցություններ են։ Մենք շատ բաց, երբեմն նույնիսկ կատաղի կերպով ընդդիմախոսել ենք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Ճիշտ է, Հայաստանի մեր գործընկերները փորձում են անել անհրաժեշտը դատարաններում իմ իրավունքները պաշտպանելու համար, բայց ցավոք դա ոչնչի չի հանգեցնում։ Տպավորություն է, որ ամեն ինչ կախված է մեկ անձից, եւ դատավորները, փաստաբանները ոչ մի ազդեցություն չունեն։ Հույս ունենք, որ մի օր ինչ-որ մեկը կունենա քաջություն եւ ուժ ասելու, որ այս գործը շինծու է, բայց առ այսօր մենք նման դատավորի չենք հանդիպել։ par Pachinian. Նժդեհը պատմում է, շատ կապված է եղել Արցախի հետ։ Պատերազմից հետո նույնիսկ հասել է այնտեղ հումանիտար օգնությամբ։ Ֆրանսիայում դրամահավաք է անցկացրել, 650 գազի բալոն է գնել իր ընկերների հետ եւ բաժանել Արցախի անապահով ընտանիքներին։ 2021-ի ամանորը դիմավորել է այնտեղ, ասում է, կորցրինք Արցախը, իսկ հիմա նույնիսկ չի կարողանում Հայաստան գալ, ծանր ապրումներ ունի։ Dans les années du génocide, Ցեղասպանության տարիներին լինի Ստամբուլում թե այլուր շատերը կարծում էին, թե օսմանցիների հետ հնարավոր է խաղաղ ապրել։ Այո, իհարկե, ոմանք լավ էին ապրում Կոստանդնուպոլսում, բայց նրանք բոլորը խոշտանգումների ենթարկվեցին, կախվեցին, գլխատվեցին մի քանի օրվա ընթացքում։ Ուստի նույնիսկ եթե այսօր ոմանք պնդում են, թե որոշակի սոցիալ-տնտեսական բարելավում է զգացվում Հայաստանում, բայց չէ որ մի կողմից մենք կորցրինք Արցախը, կորցրինք Հայաստանի վահանը։ Մյուս կողմից քաղաքական դատական ճնշումները հասնում են գագաթնակետին։ Տեսնում ենք 17 արդարների գործը, տեսնում ենք
ենք լրագրողների գործը, որոնք բանտարկվում են հայտնի ոդքասթից մեկ օր հետո, որի ժամանակ որոշ թեմաների եւ որոշ մարդկանց մասին առանց ձևականությունների բաց ու հստակ խոսք են ասել։ Սա անթույլատրելի է։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես Ֆրանսիայի կամ արևմտյան երկրների որոշ դեսպանատներ տեսնում են այս ամենը եւ չեն արձագանքում։ Պատկերացրեք Ֆրանսիայում ինչ-որ մեկին այս նույն մեթոդով ձերբակալեին եւ բանտարկեին, ինչպես եղավ Սամսոնյանի եւ Սաղաթելյանի դեպքում։ Պատկերացնենք այս նույն սցենարը Ֆրանսիայում։ Երկու լրագրող վատ են արտահայտվում նախագահ Մակրոնի կամ վարչապետի մասին։ Հաջորդ օրը դիմակավորված ոստիկաններ զենքով գան այդ մեդիա գործիչների հետևից։ Դա իսկական սկանդալ կլիներ, բայց Հայաստանում ըստ երևույթի այսօր այն ամեն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը ընդունելի է, հանդուրժելի է։ Ենթադրում եմ, որ դա աշխարհաքաղաքական առուցախի մեջ Փաշինյանին իր տեսակով որոշակի լավություն անելու համար է։ Իսկ արդյոք Ֆրանսիայի հայ համայնքում կան երիտասարդներ, որոնք շարունակում են պայքարել հայ դատի համար, ինչպես անում էր ժամանակին ավագ սերունդը, թե Հայաստանում եղած պառակտումն ու ատելության խոսքը հասել է նաև այնտեղ, իսկ ոմանք նույնիսկ համակերպվել են ստեղծված իրավիճակի հետ։ Բոլորի անունից Նժդեհը պատասխանելու իրավունք իրեն չի վերապահում, սակայն խոսում է իր տեսածի ու լսածի հիման վրա։ Il y a beaucoup de gens qui aujourd'hui sont touchés par la rhétorique de Pachinian qui disent Շատ մարդիկ այսօր բարոյալքված են։ Ասում են, որ վերջ, մենք պարտվել ենք, պետք է ընդունել իրականությունը, պետք է բացել խաղաղության դարաշրջանը թուրքերի եւ ադրբեջանցիների հետ։ Մենք այդքան էլ վատ չենք ապրի ադրբեջանական գազով, Թուրքիայի հետ առևտրով եւ այլն։ Այս կարծիքը իհարկե քչերն ունեն, բայց ցավոք հավատում են այդ թեզերին։ Սակայն ես կարող եմ պնդել, որ հենց որոշակի գործողություններ արվեն, որոշակի փոփոխություններ տեղի ունենան Հայաստանում, բոլոր իրենց մեջ կվերագտնեն հայրենասիրությունը, որն ունեցել են տասնամյակներ շարունակ։ Դա այն է, որ հայ մարդը, որը պայքարում է իր իրավունքների համար եւ հպարտ է դրանով, արգանք ունի իր եկեղեցու նկատմամբ, արգում է ավանդական ընտանիքի գաղափարը եւ հայն այն մարդն է, որը համարում է բոլոր նրանք, ովքեր իրեն զրկում են իր իրավունքներից, իր թշնամիներն են։ Մենք չենք վախենում իրեն իրենց անուններով կոչելուց։ Մենք այսօր ամենուր տեսնում ենք, թե ինչպես են պատերազմ, զոհաբերություն եւ նմանատիպ այլ բառերը վերագտնում իրենց իմաստը։ Իսկ մենք լինելով այս հասարակության մեջ փորձում ենք ջնջել այս բառերը մեր բառարաններից։ Սա ճիշտ ճանապարհ չէ։ Ես Հայաստանի թշնամին չեմ, շեշտում է ֆրանսահայ Նժդեհը եւ հավելում. Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է եւ ոչ ոք իրեն իր արմատներից զրկելու իրավունք չունի։ Հասմիկ Առաքելյան, Reopen Media։ Վրաստանում են լուրջ խնդիրներ առաջացել ադրբեջանցի բեռնափոխադրողների համար։ Թուրքիայից Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ բեռներ փոխադրող վարորդները շաբաթներով սպասում են մաքսային ծառայություններում բեռների եւ փաստաթղթերի ստուգման պատճառաբանությամբ։ Բաքվի կառավարամայթ մամուլը պնդում է, որ դա ընդամենը պատրվակ է։ Իրականում Վրաստանը խանդի հողի վրա է նման ոչ բարեկամական քայլերի դիմում, քանի որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումով կորցնում է տարանցիկ երկրի հմայքը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հակադարձել է այս պնդումներին, նշելով, որ նման միջադեպ տեղի չի ունեցել եւ որ միայն մեկ ավտոմեքենա է ուշացել։ Հիշեցնեմ, ամառային ամիսներին նման խոչընդոտների էին բախվում նաեւ հայ բեռնափոխադրողները։ Շաբաթներ, անգամ ամիսներ տևող սպասումներ եւ բեռնատարների անվերջ թվացող հերթեր վրաց-ադրբեջանական սահմանին։ Ադրբեջանցի հարյուրավոր վարորդներ պնդում են, որ բախվել են վրացի մաքսավորների կամայականություններին, արհեստականորեն ձգձգվող ընթացակարգերի եւ բացատրությունների բացակայության պայմաններում։ Նրանցից մեկի համար վիճակը հասել է ծայրահեղ։ Ադրբեջանից Հունաստան ծխախոտ են տանում եւ սահմանին առանց որևէ պատճառի, չնայած փաստաթղթերի հետ կապված ոչ մի խնդիր չկար, ինձ ուղարկեցին այստեղ, Մաքսատուն, եւ արդեն 21 օր է, ինչ կանգնած եմ այստեղ։ Մենք 20 օր է այստեղ ենք, մոտենում ես, որ հասկանաս, թե ինչ խնդիր կա մեր փաստաթղթերում։ Մեզ բաց թողնողն էլ ասում է գնա մեքենայում քնիր, սպասիր։ Վարորդներին այստեղ կալանավորի պես են պահում, տանջում են վարորդներին այստեղ։ Վարորդները պնդում են, որ իրավիճակն այլ է, երբ նույն բեռը տեղափոխում է վրացական բեռնատարը։ Այս դեպքում սահմանին խնդիրներ չեն առաջանում։ Բաքուն սա մեկնաբանում է որպես փոխադրումների շուկան վերահսկելու Վրաստանի փորձ։ Սակայն հակամարտությունն ունի նաև այլ հարթություն։ Ըստ վարորդների վրացի պաշտոնյաները հեգնանքով են խոսում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Տղաներն ասում են հիմա ոնց գնանք, որ կողմով անցնենք, որտեղով գնանք։ Ասում են չգիտենք, գնացեք Զանգեզուրով։ Դուք ձեր Զանգեզուրի ճանապարհն ունեք։ Գնացեք ընդեղով անցեք։ Օգնություն ենք խնդրում, եղբայր։ 75 օր էին զրկել են ազատությունից։ Ես մեքենայի մեջ եմ քնում, խցիկում եմ քնում, անձնագիրս վերցրել են։ Եթե փաստաթղթիս հետ խնդիր կար, եթե բեռիս հետ խնդիր կար, եղբայր, ինձ էլ հետ կուղարկեին։ Ինչի են բերում գծում այստեղ։ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը կտրականապես հերքել է այս մեղադրանքները, դրանք որակելով բացարձակ սուտ եւ ապատեղեկատվություն։
Բեռնաշրջանառության աճի պայմաններում բոլոր մաքսային ընթացակարգերն իրականացվում են հատուկ ռեժիմով, անարգել անցումն ապահովելու նպատակով։ Միջազգային բեռնաշրջանառության անընդհատությունն ապահովելու նպատակով մաքսային անցակետերի համատեղ կառավարման շրջանակում եկամուտների ծառայությունը ինտենսիվ հաղորդակցության մեջ է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետությունների համապատասխան մաքսային մարմինների հետ, կարևոր մարտահրավերների լուծման ուղիներն արագ գտնելու համար։ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատնից հայտնել են, որ հանդիպել են վրացի ներկայացուցիչների հետ, որոնք խոստացել են խնդիրը կարճ ժամանակում լուծել։ Սակայն Բաքվի մամուլն այս իրավիճակում տեսնում է Թբիլիսիի կանխամտածված պլան, պայմանավորված այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացմամբ տարածաշրջանային լոգիստիկ մենաշնորհը կորցնելու հուզական խանդով։ Այս լարվածության անդրադարձել է նաև կալանքի մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում։ Կոբախիձեն Հայաստանից պահանջում է Երևանից արտաքսել վրացական հասարակական կազմակերպություններին, որն այժմ լցված է վրացիներով, քանի որ այն կոնֆերանսները, որոնք նախկինում անցկացվում էին Վրաստանում, արևմտյան փողերով, այժմ բոլորը տեղափոխվել են Երևան եւ փակել նրանց հաշիվները։ Փաշինյանի կառավարությունը պատասխանում է, որ Հայաստանում չկա եւ չի լինի օտարերկրյա գործակալների մասին օրենք, ինչպես նաեւ չկան վրացիների ազատությունը սահմանափակելու հիմքեր։ Իր հերթին Կոբախիձեն Երևանին սպառնում է ապրանքների տեղաշարժման սահմանափակումներով։ Այս իրավիճակը հատկապես ծանոթ է հայ բեռնափոխադրողներին, որոնք տասնամյակներ շարունակ նույնպես բախվել են Վրաստանի տարանցիկ ճանապարհին առաջացող նմանատիպ խոչընդոտներին։ Աննա Հարությունյան, Open Media։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները ժամանել են Կրեմլ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Աքսիոսը պարզել է, որ Պուտինի հետ հանդիպումից հետո Ուիթքոֆը եւ Քուշները կմեկնեն Եվրոպա Զելենսկու հետ հանդիպման։ Ուկրաինայի նախագահն այսօր Դուբլինում հայտարարել է, որ խաղաղության հնարավորություններն այժմ ավելի բարձր են, քան երբևէ։ Բացի այդ, նա կոչ է արել Ուկրաինային փոխանցել բոլոր սառեցված ռուսաստանյան ակտիվները, ինչպես նաեւ ստեղծել տրիբունալ, որը Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի։ Իսկ մինչեւ այդ ռուսական զորքերը հասցրել են գրավել Կուպյանսկը, Կրասնոարմեյսկը, որը Պոկրովսկի ռուսական անվանումն է, եւս մի քանի բնակավայր Զապորոժիեում։ Վլադիմիր Պուտինը Կրասնոարմեյսկի գրավումն անվանել է լավ հենակետ հատուկ ռազմական գործողության խնդիրները լուծելու համար։ Մոսկվայի կենտրոնում նկատվել են Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների ավտոշարասյունը, որը շարժվում էր դեպի Կրեմլ։ Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Ռուսաստան նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու եւ ուկրաինական պատերազմի դադարեցման հնարավոր տարբերակները քննարկելու համար։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հանդիպումը նախատեսված է երեկոյան եւ հյուրերին ուղեկցելու են սեփական թարգմանիչները նախկին քննադատություններից խուսափելու նպատակով։ Դիվանագիտական ակտիվությանը զուգահեռ լարվածություն է առաջացել Միացյալ Նահանգների կողմից մշակված խաղաղության նախագծի շուրջ, որը ըստ եվրոպացի եւ ուկրաինացի պաշտոնյաների անընդունելի զիջումներ է պարունակում հօգուտ Մոսկվայի։ Մտահոգությունները վերաբերում են հատկապես ՆԱՏՕ-ի անդամակցությանը, տարածքային կորուստների ճանաչմանը եւ ուկրաինական բանակի անձնակազմի ու զինտեխնիկայի սահմանափակումներին։ Չնայած այս տարաձայնություններին Սպիտակ տունը շարունակում է լավատես մնալ համաձայնագրի կնքման հարցում, հիմնվելով Ֆլորիդայում կայացած արդյունավետ բանակցությունների վրա։ Այս զարգացումների ֆոնին նախագահ Զելենսկին մեկնել է Իռլանդիա, որտեղ երկրի ղեկավարության հետ քննարկել է տնտեսական հարցերը եւ ամենայն հավանականությամբ ներկայացրել բանակցային գործընթացի մանրամասները։ Մենք պետք է նրանց բացատրենք, որ ցանկացած քաղաքականություն կենտրոնում պետք է լինի մարդը, քանի որ թե Թրամփը եւ թե Զելենսկին այժմ կողմ են արտահայտում խնդրի խաղաղ կարգավորմանը։ Դա նշանակում է, որ նրանք պետք է աջակցեն այն մարդկանց, որոնք Թրամփից եւ Զելենսկուց դեռ ավելի վաղ էին խոսում խաղաղության անհրաժեշտության մասին։ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ եւ Վոլչանսկ քաղաքների գրավման մասին։ Ռուսական կողմը հրապարակել է Պոկրովսկի կենտրոնում գտնվող զինվորների տեսանյութը, իսկ Պուտինը այդ զարգացումը որակել է որպես կարևոր քայլ պատերազմի նպատակներին հասնելու ճանապարհին։ Ուկրաինական կողմը սակայն հերքում է քաղաքի լիակատար անկումը, հայտնելով, որ իրենց զորքերը դեռևս պահպանում են վերահսկողությունը հյուսիսային հատվածում։ Պոկրովսկը կարևոր ուղղություն է։ Մենք բոլորս հասկանում ենք, թե որքան կարևոր։ Այն կապահովի այն խնդիրների հետագա լուծումը, որոնք մենք սահմանել ենք հատուկ ռազմական գործողության սկզբում։ Լարվածությունը չի սահմանափակվում միայն ցամաքային գործողություններով, անվտանգության խնդիրներ են ծագել նաև Սև ծովում։ Թուրքիայի ափերի մոտ ռուսական Միդվոլգա 2 լցանավի վրա կամիկաձե անօդաչուի հարձակման պատճառով, ինչը խստորեն դատապարտել է նախագահ Էրդողանը, որակելով որպես առևտրային նավարկության համար անընդունելի սպառնալիք։ Դավիթ Գենջոյան, Open Media։
Reuters-ին հայտնի է դարձել, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ նոյեմբերի 21-ին կայացած հեռախոսազրույցում Թրամփը նրան մեկ շաբաթ ժամանակ է տվել երկրից անվտանգ հեռանալու համար։ Նոյեմբերի 28-ի հաջորդ օրը Թրամփը հայտարարել է Վենեսուելայի օդային տարածքի փակման մասին։ Մադուրոն մի շարք պայմաններ է առաջ քաշել, որոնց մեծ մասը Թրամփը մերժել է։ Միջազգային լրահոսին հետևել է իմ գործընկեր Դավիթ Գենջոյանը։ Միացյալ Նահանգները շարունակում է մեծացնել ճնշումը Վենեսուելայի նկատմամբ։ Պուերտո Ռիկոյում ակտիվացնելով ռազմական ավիացիան եւ հայտարարելով երկրի օդային տարածքի հնարավոր շրջափակման մասին։ Թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում իրականացված հարվածներից հետո։ Այս լարվածության եւ Վաշինգտոնից հնչող ահաբեկչության մեղադրանքների ֆոնին նախագահ Նիկոլաս Մադուրոն հանրաքվեի ժամանակ երդվել է անմնացորդ հավատարիմ լինել ժողովրդին, միաժամանակ անգլերեն կոչերով ու պարերով խաղաղության յուրօրինակ ուղեր ցղելով Միացյալ Նահանգներին։ Իրավիճակը սակայն մնում է հակասական, քանի որ չնայած ռազմական սպառնալիքներին, նախագահ Թրամփը հաստատել է Մադուրոյի հետ ունեցած հեռախոսազրույցի փաստը եւ այժմ խորհրդականների հետ քննարկում է ճգնաժամի կարգավորման հետագա քայլերը։ Կուբայի իշխանությունները հաստատել են երկրում մոլեգնող դենգե եւ չիկունգունյա վիրուսների համաճարակի լրջությունը, որն արդեն ախտարել է բնակչության 1/3-ին եւ խլել 33 մարդու կյանք, որոնց գերակշիռ մասը անչափահասներ են։ Համաճարակի դեմ պայքարը ձախողվել է երկրի ծանր տնտեսական վիճակի պատճառով, քանի որ վառելիքի եւ ֆինանսների սղությունը խոչընդոտում է մոծակների դեմ ախտահանող աշխատանքներին, իսկ դեղորայքի պակասը բարդացնում է բուժումը։ Առողջապահության նախարարության տվյալներով իրավիճակը շարունակում է վատթարանալ եւ միայն վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է վարակման ավելի քան 5700 նոր դեպք։ Նիգերիայի Նիգեր նահանգում ահագնացող բանդիտիզմի եւ գյուղական վայրերում պետական անվտանգության ուժերի բացակայության պատճառով ավելի քան 50,000 կամավորներ միավորվել են պաշտպանելու տեղի բնակչությանը զինված հարձակումներից, որոնք 2025 թվականի առաջին կեսին արդեն մեծ թվով կյանքեր են խլել։ Աշխարհազորայինները վտանգելով իրենց կյանքը ստանձնել են առաջնագծի պաշտպանությունը եւ այժմ բանակի ու ոստիկանության հետ համատեղ իրականացնում են Սուրբ Մարիամ դպրոցի առևանգված աշակերտների որոնողական աշխատանքները։ Որպես իր առաջին արտասահմանյան ուղևորության կարևոր փուլ, Հռոմի Պապ Լևոն 14-րդը այցելել է Լիբանանի Բկերկե քաղաք, որտեղ հազարավոր երիտասարդների եւ տարբեր դավանանքների ներկայացուցիչների հետ հանդիպանը քարոզել է միասնություն եւ միջկրոնական երկխոսություն։ Իսրայելի եւ Հեզբոլայի միջև տեղի ունեցած ավերիչ պատերազմի հետևանքները հաղթահարելու նպատակով Պոնտիֆիկոսը անդրադարձել է երկրի խորը վերքերին եւ հորդորել երիտասարդությանը չկորցնել հույսը, օգտագործելով իրենց եռանդը պատմության ընթացքը դեպի խաղաղություն փոխելու համար։ Այցը մեծ ոգևորություն է առաջացրել ներկաների շրջանում, որոնք Սուրբ Աթոռի գահակալի ներկայությունը գնահատել են որպես լիբանանցիների միավորող խաղաղության խորհրդանիշ։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Դեկտեմբերի 1-ի տվյալով նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններում գրանցվել է 55,000 բացակա։ Դրանցից ավելի քան 11,000-ը սուր շնչառական վարակների պատճառով։ Այս թիվն ընդհանուր սաների 2.3%-ն է։ Ինչ վիրուս է սա, ինչպես ճիշտ հաղթահարել սեզոնային վարակը, թեմայի հետքերով Անի Հովանեսյանն է գնացել։ Դեկտեմբերի 1-ի երկուշաբթի առավոտը Հայաստանի դպրոցներում սկսվեց ոչ թե զանգով, այլ մտահոգիչ վիճակագրությամբ։ 55,030 աշակերտ դասի չի եկել, որոնցից 11,033-ը սուրշնչառական վարակների պատճառով։ Գրիպի նախ սեզոնն է, այս սեզոնին միշտ են բոլոր գրիպները տարածվում։ Հիմա ունենք կորոնավիրուսի մի որոշ տարբեր տարատեսակներ, մոնոնուկլեոզն է շատացել, արտահայտվել, չի ուզենա ասել շատացել, ավելի շատ Էշեշտե, որ իրանք արտահայտվել են։ H3N2-ը, H1N1-ն է տարածված։ Բացի գրիպից օդում շրջում են կորոնավիրուսի նոր մուտացիաները, բժիշկները զգուշացնում են օդի աղտոտվածությունն ու խառը դժվարացնում են բուժումը։ 2020 թվականի կովիդի պանդեմիայից հետո այդ նույն կովիդը, որը եղել էր մինչև էլի մի քանի տարիներ առաջ, հիմա մենք նորից ունենք, ինքը մուտացիա է ենթարկել, մի քիչ ավելի քիչ է դեսատուրացնում հիվանդներին, այսինքն մենք այս պահին կոնկրետ կովիդի ոչ ագրեսիվ տեսակի հետ գործ ունենք, ավելի քիչ ագրեսիվ կամ քան 2020 թվականն է։ Դպրոցներում գործի է դրվել համաճարակային ֆիլտրը, միայն նոյեմբերի 28-ին դռնից հետ են ուղարկել 104 ջերմող աշակերտի, բայց ծնողները հաճախ են շրջանցում արգելքը դեղը դնելով երեխայի պայուսակում։ Դեղը բերել էին, դայակին ասում են, որ այսինչ ժամերին դեղը կտար, չէ, էլի ճիշտ չի։
Չեմ կարծում, որ մնա քո երեխուն պահի, եթե այդ կարգի արդեն։ Պարտեզում հենց այդ սկզբից խստիվ արգելվել էր, էլի, որ գրիպ է հազում, երեխեքին չբերեն, բայց նենց հաստատվում, որ շատ է լինում երեխեքին մեկ է գնում ես, տեսնում ես, բայրել են, թողել են։ Մեկի անպատասխանատվությունը բարդացնում է մյուսի կյանքը, իմունիտետով ուժեղ երեխան վարակագիր է դառնում թույլի համար։ Մեկ երեխեն կարա հազա ու իր մոտ նորմալ լինի, կոնկրետ իմ երեխեն վերջում տաքություն ունենում ու բարդություն առաջանում։ Այն մայրիկները, ում երեխեն մի քիչ դիմադրողականությունը ուժեղ է, ամեն դեպքում տաքության դեմ կարող պայքարում է, բերում են մեկը տենց հիվանդ ու այն թույլ երեխեքն անդադ հիվանդանում են։ Մասնագետների հորդորը մեկն է՝ մի զբաղվեք ինքնաբուժությամբ, հակաբիոտիկը գրիպի դեմ չի պայքարում։ Մնացեք տանը, որպեսզի վաղը ամբողջ դասարանը տանը չմնա։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։ Վերջում եղանակի մասին։ Օդերևութաբանները հայտնում են, որ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 3-ից 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ից 4 աստիճանաբար կնվազի 2-ից 4 աստիճանով։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ երկրի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Սպիտակի ոլորաններում առկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անբադողերով։ Վրաստանից հայտնում են, որ Ստեփան-Ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այսքանը բարի եւ խաղաղ գիշեր բոլորիս։ Ցտեսություն։